Դիմակավորված անձինք այսօր վաղ առավոտյան մտել են Իմ Նեմնիմի փոդքասթը վարողներն Արեգ Սամսոնյանի եւ Վազգեն Սաղաթելյանի բնակարաններ, հայտնել են փաստաբաններ Ռուբեն Մելիքյանը եւ Արսեն Բաբայանը։ Խոզարկություններից հետո Սամսոնյանն ու Սաղաթելյանը ձերբակալվել եւ տարվել են քննչական կոմիտե։ Գործը, որի շրջանակում քննչական գործողություններ են իրականացվել, հարուցված է խուլիգանության հոդվածով։ Ըստ նախնական տեղեկությունների, վարույթի նախաձեռնման առիթը Վազգեն Սաղաթելյանի Facebook-յան գրառումներից մեկն է, որում վիրավորական արտահայտություններ են հնչեցվել Արեն Սիմոնյանի եւ Նիկոլ Փաշինյանի հասցեին։ Սիմոնյանը Վազգեն Սաղաթելյանին դատի է տվել եւ պահանջել $6500 փոխհատուցում վճարել։ Նա նաեւ պահանջել է հրապարակավ ներողություն խնդրել իրեն Facebook-յան էջով վիրավորելու համար։ Մայրաթորի արտաքին հարաբերությունների եւ արարողակարգի բաժնի տնօրեն Նաթան arczepiskopos Հովանեսյանին առնչվող ձայնագրության հետ կապված քրեական վարույթի շրջանակում այսօր քննչական կոմիտեն եւս մի քանի հոգեվորականի հարցաքննության է կանչել։ Սպուտնիկ Արմենիայի հաղորդմամբ կոմիտեում է Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցու հոգեվոր հովիվ Տեր Եղիշե քահանա Բարսեղյանը, կանչվել է նաեւ Արագածոտնի թեմից Տեր Զորայր քահանա Կարապետյանը։ Նախորդին քննչական կոմիտեում հարցաքննվել են Մայրաթորից եւ Արագածոտնի թեմից շուրջ 1 տասնյակ հոգեվորականներ։ Թուրքիայի փորձագետներն ուսումնասիրում են վարկածը, որի համաձայն Վրաստանում կործանված ռազմական ինքնաթիռը կարող է խոցված լինել։ Թուրքական իշխանամետ Հյուրեթի Սունյակագիր Աբդուլքադիր Սելվին հավելել է, որ Կովկասը անհանգիստ տարածաշրջան է, ուստի ուսումնասիրվում են հնարավոր բոլոր տարբերակները։ Նոյեմբերի 11-ին Ադրբեջանից Թուրքիա մեկնող ռազմական բեռնատար ինքնաթիռը կործանվել է Վրաստանի տարածքում։ Դրանում գտնվող բոլոր անձինք, անձնակազմի 4 անդամ եւ 16 սպաներ զոհվել են։ Նախապես հաղորդվել էր, որ օդանավի կմախքի վրա արտաքին հարվածի հետքեր չկան։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շաթդաունի 43-րդ օրը ստորագրել է օրինագիծ, որը նախատեսում է դաշնային կառավարության ֆինանսավորումը շարունակել մինչև 2026 թվականի հունվարի 30-ը։ Այսպիսով վերջ է դրվել ԱՄՆ պատմության մեջ կառավարության ամենաերկար շաթդաունին։ Թրամփը կրկին մեղադրել է դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչներին կառավարության աշխատանքը շաբաթներ շարունակ խաթարելու մեջ։ Ուկրաինայի Տերնոպոլի մարզում 414 տարեկան բացառիկ հայկական հուշարձան է հայտնաբերվել։ Յազլովեց գյուղում հետազոտողները պատահաբար 1611 թվականին կառուցված հայկական ջրհոր են գտել։ Կառույցի մեծ մասը գտնվում է գետնի տակ։ Արտաքինից սովորական քարե շարվածքով աղբյուրի տակ հայ արհեստավորների կողմից 17-րդ դարում ստեղծված բարդ հիդրավլիկ կառուցվածք է։ Աղբյուրի պատի վրա մնացել է փորագրված քարե սալ լատիներեն եւ հայերեն արձանագրություններով, որտեղ ասվում է. Հայ Հակոբը սա կառուցել է 1611 թվականին հասարակության բարօրության համար։ Այս խաչն ու կառուցված աղբյուրը Հակոբի եւ նրա եղբայր Ստեփանի աշխատանքն են։ Աբրահամը, քարագործ վարպետը, կատարեց իր գործը նվիրվածությամբ։ Հայաստանի տարածքում նոյեմբերի 13-ից 14-ին 15-ի գիշերը 17-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 15-ի ցերեկը 16-ին 17-ի գիշերը առանձին շրջաներում սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում ձնախառն անձրևի տեսքով։ Որոշ մարզերում գիշերային ժամերին բացասական ջերմաստիճան է սպասվում։ Երևանում նոյեմբերի 13-ից 15-ին 17-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ, 16-ին 17-ի գիշերը սպասվում է անձրև։ Մայրաքաղաքում այսօր ցերեկը կլինի 16-ից 18, երեկոյան ժամերին 9-ից 11 աստիճան տաքություն։